Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, Բագրատ Գալստանյանը կալանավորվել է եւ Հանրապետություն կուսակցությունը վերջին օրերին իրավապահների ներկայացրած փաստերը գնահատում է եւ դնում է հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի կողքին եւ պահանջում պատասխանատվության ենթարկել մեղավորներ, մինչդեռ օրինակ պարոն Սարգսյան, ես տեսա Մայր Աթոռի հայտարարությունը, որը խորը մտահոգություն է արտահայտում Գալստանյանի եւ նրա համախոհների նկատմամբ իրավապահների ձեռնարկած գործողությունների եւ մեղսագրվող հանցանքների կապակցությամբ, բայց նշելով իրավապահ գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ վարչապետը ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ փորձել են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Ինչպես եք դուք գնահատում այս իրավիճակը։ Նախ իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իրավապահ մարմիններին, մասնավորապես ազգային անվտանգությանը, ներքին գործերի նախարարությանը, նրանց նախարարներին, հետաքննություն արած խմբերին, մասնագետներին, որ իսկապես կանխեցին նոր ահաբեկչություն Հայաստանում։ Կարծում եմ հիմա որևէ մեկը չի կարող պնդել, որ եթե 99 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանություններն ուզենային, հոկտեմբերի 27-ը կանխել չէր լինի։ Ակնհայտ է, որ եթե այն ժամանակ էլ համապատասխան մարմինները նույն կերպ աշխատեին, քանի որ գլխավոր հանցագործը գաղտնի չէր պահում իր նպատակները, հանդիպել է 100-ից ավել մարդկանց հետ, տեսակետներ է փոխել եւ եթե ճիշտ աշխատեին այնպես, ինչպես այսօրվա իրավապահ մարմիններն են աշխատել, հոկտեմբերի 27 տեղի չէր ունեն։ Եվ նաև այս առումով կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց, որ մեր երկիրն ու պետականությունը հանձինս իրենց անձնվեր աշխատանքի ու ջանքերի փրկվեց սարմոսկեցուցիչ դեպքերից, վայրիվերումներից եւ այլնից եւ այլնից։ Ինչ վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու եւ նրա արձագանքին, կուզենայի ասել, որ իմ համար իսկապես անձնական դժբախտություն էր, երբ Հայաստանի Հանրապետության պետությունն ու պետականությունը հակադրվում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ եւ նրանց մեջ կար լուրջ վեճ, որը օրորի վերաճում էր հակադրության։ Չկա ավելի վատ բան, քան հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության պետականության հակադրություն։ Սա ակնհայտ փաստ է։ Եվ այս հակադրության մեջ բնականաբար հաղթողներ չէին լինելու։ Պիտի ասեմ, որ ես իմ համեստ ջանքերը մշտապես փորձել եմ գործադրել, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ մեղմել այդ հակադրությունը։ Թե հավանաբար Հայրապետի հետ հանդիպումների ժամանակ, թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներում մշտապես փորձել եմ այդ հակադրությունը մեղմել։ Փորձել եմ կողմերին իրար հասկանալու որոշակի մոտիվացիաներ բերել, բայց ցավոք սրտի չի ստացվել։ Չի ստացվել եւ ես երեք իսկապես անհամբերությամբ սպասում էի, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր խորհուրդը լսելով Բագրատ arczepiskopos-ի մտքի գոհարները, նրա ցանկությունները, նրա տեսակետները իր մեջ ուժ կգտնի տարանջատվելու այդ երևույթից, իր մեջ ուժ կգտնի դատապարտելու դա։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ։ Պատկերացնում եք ինչ հոգևոր վիճակի ենք հասել մենք, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը նման տեսակետներ է հայտնում։ Խոսում է մի երկու մարդ սպանելուց։ Իսկ եթե այդ մի երկու մարդուց մեկը հենց դու ես, իսկ ով է ասում, որ հենց դու չես։ Քո ծնողներին էին վճարելու ու նրանք էլ երջանիկ էին լինելու։ Հասկանում եք, հոգևոր նման անկում սովորական մարդու պարագայում, ով ծանր իրավիճակներում է բանտում եւ այլը, ինչ որ կերպ էլի կարելի է հասկանալ, մարդ է դառնացած է աշխարհի վրա։ Բայց հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը նման տեսակետ է ասում։ Ու դրանից հետո
հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր խորհուրդը այդ տեսակետները լսելով ու լսելուց հետո այն իրական իրենց կյանքասուն նվիրած եպիսկոպոսները իրենց մեջ ուժ չեն գտնում այդ դատապարտելու, չեն փորձում իրենց տարանջատել դրանից, չեն փորձում հորդորել խաղաղության, փորձում են այդ ամեն ինչի մեջ էլի հակադրություն տեսնել։ Ես իմ համար անհասկանալի է, անընկալելի է, անընդունելի է։ Անկամ ուզում եմ իմ ժողովրդից ներողություն խնդրել, որ երբեմն պինդ պաշտպանել եմ հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին վեհապարից սկսած մինչև եպիսկոպոսներ։ Այսպես չի կարելի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին իսկապես ներքին մաքրման կարիք ունի։ Դեպի Աստված վերադառնալու կարիք ունի։ Հակառակ դեպքում աղանդները օր-օրի ավելանալու են, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդները դիմելու են կաթոլիկ կամ բողոքական եկեղեցու հոգևորականներին, որտեղ չեն վստահելու ձեզ, որովհետև դուք Աստծուն չեք ծառայում այլևս, որտեղ ձեր ծառայությունը ուրիշ տեղ է, ուրիշ երկիր է, ինչը ցավով եմ ասում։ Ու այստեղ ավելացնելու, լրացնելու որևէ տեսակետ բացատրելու կարիքը չկա։ Նկատի ունեմ, դուք անձնական հիասթափություն եք արտահայտում, դուք երբեք չեք թաքցրել ձեր քրիստոնեական խորը զգացմունքները, եւ ես որպես լրագրող կարող եմ ասել, որ մշտապես փորձել եք այսպես եկեղեցական, հատկապես վերնախավին շատ չքննադատել կաթողիկոսին, փորձել եք այսպես անկյունները կլորացնել, հիմա ըստ էության ասացիք, նորոգություն եմ խնդրում, որ շատ դեպքերում պաշտպանել եմ, դուք Աստծուն չեք ծառայում, բայց ինչու է այդպես, պարոն Սարգսյան, ինչու օրինակ այդ դատապարտումը չկա, օրինակ, որ ահաբեկչությունը ենթադրենք անընդունելի է, իհարկե նրանք չեն ընդունում հավանաբար, որ սա ահաբեկչություն է, եւ վարկածը նաեւ հոգևոր գերագույն խորհրդի այն է, որ սա ըստ էության սարկած իրադարձություն է, չեն հավատում իրավապահների վարկածին։ Ասեմ, որ ես իսկապես երեք անհամբերությամբ սպասում էի, նույնիսկ աղոթում էի Աստծուն, որ հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր խորհուրդը դատապարտող հայտարարություն ան, տարանջատի իրեն նման հոգևորականներից, Աչափարյաններից եւ այլնից, ասի, որ այդ մարդիկ մոլորյալ են, որ այդ մարդիկ ապաշխարության կարիք ունեն, որ այդ մարդիկ սխալ ուղու վրա են գնացել, որ իրենք չեն մտածել, որ այդ մարդիկ նման դիվային ցանկություններ ու մղումներ ունեն։ Անկեղծ սպասում էի, նույնիսկ հույս ունեի։ Այն ինչ որ ասում եմ, հիասթափության հետևանք է։ Հայ առաքելական եկեղեցու հոտի անդամը, որը մասնակցել է կաթողիկոսական երկու ընտրությունների որպես աշխարհիկ հավատավոր, որը նվիրված է եղել հայ առաքելական եկեղեցու բոլոր սկզբունքներին, փորձել է պահպանել բոլոր տոները, հիասթափված է այն եկեղեցու հոգևոր խորհրդից, որի անդամն է ինքը։ Ես այդ ասում եմ իմ մասին։ Ու եթե իմ մոտ է այդպես, ես շատ կուզենայի, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսները լսեին այդ ու հետևություն անեին, թե միջին վիճակագրական հայի մոտ ինչ զգացողություն կա այսօր իրենց մասում։ Սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դժբախտությունն է։ Ինչու է այդպես։ 2 տարի առաջ դեռ ամեն օր կրկնում էի, որ կարգալույծ արեք, որ հոգևորականը, որը մտել է քաղաքական դաշտ, չի կարող սառեցված լինել։ Այդ դաշնակ չի, որ սառեցված լինի։ Այդ ծիծաղելի է։ Հոգևորականի սառեցվածը ո՞րն է։ Աստծուն ծառայելու սառեցվածը ո՞րն է։ Ես ինչ եմ ասում եմ, Տեր Աստված, այն խոստումը, որ տվել էի քեզ, որ պիտի ծառայեմ քեզ, հիմա սառեցնում եմ, մի քիչ ծառայեմ սատանային։ Ու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները այդ առումով ասելիք չունեին, իրանք իհարկե այն ժամանակ պիտի կարգալույծ անեին տվյալ եպիսկոպոսին, ու այսօր մենք այսօրվան չէինք ասել։ Թող այդ մարդը գնար քաղաքականություն, այդ ժամանակ կոչեր կաներ, ինչ կաներ, նույն էս բաները կասեր, այդ արդեն խնդրի այլ կողմն է։
այդ դեպքում ասենք այդ ախտը չէր գնա կպնի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ու խնդիրները չէին հասնի սրան։ Իսկապես շատ ափսոս, որ մեր հոգևոր դասը հասել է այդ մակարդակին, որ իր մեջ անգամ նման հայտարարություններից հետո ուժ չի գտնում քննադատելու։ Իսկ ինչ վերաբերվում է, թե չեն հավատում, իրական չի եւ այլն, այդ այնքան անլուրջ է, այդ այնքան անլուրջ է, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու մյուս եպիսկոպոսները, նրանում ներգրաված ու Բակրատի հետ կապ ունեցող կամ Վազգեն Գալստանյանի հետ կապ ունեցող մարդիկ, թե քաղաքական դաշտի, այդ խորհրդարանական ընդդիմադիր դաշտի կարկառուն լիդերները բոլորը գիտեն, որ այն ինչ որ ասվել է Բագրատ Սրբազանի կողմից, իրենք կասկած չունեին, որ այդ զայնագրությունները իրական է։ Իրենք ներսում իրենց մեջ նույնիսկ խոստովանում են իմ կարծիքով, որ այս տեղի ունեց ինչ էշություն արեց, որ այս ամեն ինչը փչացրեց, որ բացահայտեց այն ինչ պիտի արվեր։ Իրենք այսպես են գնահատում, որտեղ իրենք գիտեն, որտեղ իրենց մոտ էլ այդ տեսակետներն ասվել է, ու իրենք որևէ մեկը չեն սաստել։ Հասկանում եք ինչով է նման հոկտեմբերի 27-ին, որտեղ այն տեսակետները, ինչ որ Ստահակ Նայիրի Հունանյանն ասում էր, ասել է բազմաթիվ մարդկանց մոտ, Վազգեն Մանուկյանից բռնած չգիտեմ, մինչև Ժիրայր Սեֆերյան, ու ոչ մեկը չի սաստել, ու ոչ մեկը ձայն չի հանել, դրա համար արդյունքն էս է եղել։ Ու իրենք վստահաբար եմ ասում, այդ տեսակետները այդ զայնագրությամբ չէ որ լսել են։ Իրենք այդ տեսակետները ուղիղ Բագրատ Սրբազյանից լսել են բազմաթիվ անգամներ ու չեն սաստել ու հավանաբար իրենց սրտով է եղել ու հիմա էլ համարում են որ էշություն արեց, այսինչ էշություն արեց մտածված գործընթացը փչացրեց։ Այս են իրենք իրականում մտածում։ Խնդիրս ավելի շատ քաղաքական դաշտի գործիչներին է վերաբերում։ Նորից եմ կրկնում նաև, որ հայ առաքելական եկեղեցու այն եպիսկոպոսների համար, ում համար Աստծուն ծառայելը արձակուրդ վերցնելով չի ու սառեցնելով չի, դեռ ժամանակ ունեն տեսակետ ասելու, գնահատական տալու, իրենց տարանջատելու Բագրատների նման սրբազաններից։ Մինչդեռ օրինակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան խմբակցությունը պնդում է, որ իշխանությունը նման գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները, հատել է օրենքի եւ բարոյականության սահմանները, մի խոսքով հանցավոր վարքագիծ է դրսևորում եւ շեղում է հայ հանրությանը, պետականությանը սպառնալիքներից, ազգային դավաճանության պատասխանատվությունից է Փաշինյանը փորձում խուսափել եւ կարող եմ վերել, որ օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է եւ սրանց հեռացումը։ Սրանց բառը այս իշխանությունների հասցեն Սերժ Սարգսյանն էր օգտագործում, փաստորեն այդ բառը գտնում ենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հայտարարությունում, ապօրինի են այդ ձերբակալությունները, խուզարկությունները եւ կալանավորումները, ներկայացնում են շինծու մեղադրանքներ, կիրառում են հոգեբանական տերոր եւ այլն։ Ըստ էության Բագրատ arczepiskopos-ը ահաբեկչություն չի ծրագրել, այլ Փաշինյանը լռեցնում է ազգային դիմադրության օջախներից մեկը։ Ինչ տեսակետ ունեք, պարոն Սարգսյան։ Նախ ասեմ, որ այն ինչ իրենք ասում են նույնիսկ ծիծաղելի չի, որտեվ Բագրատը կամ Վազգեն Գալստանյանը ընդունել է, որ այդ զայնագրությունում ինքն է խոսում եւ ինքն է այդ ամեն ինչն ասել։ Իսկ որ ինքն ասում է, որ 1-2-ին կարելի է սպանել, որ յուղ պիտի լցնել ավտոբուսների վրա վառել, որ պիտի կոտրել Հայաստանի պետության կառավարման համակարգի կայքեր ու այդտեղ Հայաստանի զինանշանի փոխարեն, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի կամ չգիտեմ ում նկարները դնել, այս բաները եթե իրենք պետության դեմ ուղղված չեն համարում, ահաբեկչություն չեն համարում, այս արդեն իրենց մտքի կամ իրենց տրամաբանության կամ սակավ տրամաբանության կամ տրամաբանության բացակայության, ավելի շուտ տրամաբանության բացակայության հետևանք են։ Ես բոլոր նման դեպքերում վերցնում եմ հետևյալ մոտեցումը, թե եթե իրականանար Բագրատի Վազգեն Գալստանյանի ծրագիրը, ում էր դա ձեռնատու։ Ու ես այստեղ զուգահեռները կարող եմ տանել հոկտեմբերի 27-ի հետ։
ով էր շահառուն հոկտեմբերի 27-ից հետո։ Ռոբերտ Քոչյանը, որը հայտարարում էր, այդ նույն Ռոբերտ Քոչյանը ու իր թիմը, որ հայտարարում էին, որ իրենք դիտորդ էին, հոկտեմբերի 27-ից հետո դարձան միակ տղամարդ։ Հայաստանը, որ ինքնիշխան պետություն էր, վերածվեց Ռուսաստանի կցորդի եւ ստիպված եղավ իր ունեցած պետականությունը մաս-մաս, նաեւ տնտեսությունը մաս-մաս զիջել Ռուսաստանին, գույք պարտքի դիմացով ու հազար մի բաներով։ Հիմա եթե Բագրատ Գալստանյանի ծրագիրը իրականություն դառնար, ով էր շահելու։ Բնականաբար Բագրատ Գալստանյանը չէր դառնալու Հայաստանի Հանրապետության վարչապետը առաջին դեմք։ Ես ակնհայտ է ինքն էլ բազմաթիվ անգամներ ասել է այդ մասին։ Միանշանակ դառնալու է Ռոբերտ Քոչարյան։ Էս իր ծրագիրն է։ Ինչքան էլ ինքն ասի, որ իրենք ընտրություններով են տեսնում իշխանափոխությունը, իրենք դա ասում են ասելու համար իրենց ապահովագրելու, իսկ նման շարժումներ դաշնակցության հետ միասին Հրանտ Մարգարյաններով պատրաստել էին մինչև ընտրություններ արդյունքներ գրանցելու համար։ Այն պիտի մաշեցնենք մինչև քոք արտահայտությունը, հենց նման դեպքի համար է, ու Բագրատ Գալստանյանները հենց այդ մինչև քոք մաշեցնելու համար են, ու այդ մաշեցնելու խնդրում իրենք որևէ տաբու չունեն, որևէ խնդրի առաջ չեն կանգնելու, որևէ սրբություն չունեն։ Ու միանշանակ շահելու էր Ռոբերտ Քոչարյանը, այնպես ինչպես հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցավ։ Եվ միանշանակ շահելու էր Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանը այսօր ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա գուբերնիա կամ չգիտեմ, Բելարուսի նման մի բան, որ Հայաստանի Հանրապետությունով մեղրիով լինի միջանցք, որը կսպասարկեն ռուսները։ Սա են ուզում ռուսները, որը այս իշխանության պարագայում չի հաջողվում իրենց, ինչքան էլ փորձում են ճնշել, ու իրենց համար սա էր պետք, հետևաբար այս սխեման իր ամբողջության մեջ ռուսական ուժերի ու նրանց Կիրիենկոների մշակված ծրագրի մի բաղադրիչ մասն է։ Իմ կարծիքով միանշանակ այդպես է, այդպես է եղել հոկտեմբերի 27-ի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Հետևաբար այդ թևի կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները այլ բան ասել չեն կարող, քան այն, ինչ դուք ընթերցեցիք իրենց տեսակետներում, հայտարարություններում։ Այսինքն ինչ է նշանակում Բագրատ Գալստանյանը ահաբեկչություն չի պլանավորել։ Երբ որ Բագրատ Գալստանյանը խոստովանում է, որ ինքը ասել է, որ տրելեբուսների վրա կարելի է յուղ լցնելու, վառել, առանց նայելու թե տրելեբուսների մեջ ովքեր են, որ այդ գծերը պիտի կտրել, որ քաղաքը պիտի վերածել քաոսի, որ երկիրը պիտի տանել կոլապսի, այս ամեն ինչ ահաբեկչություն չեն համարում։ Այս իհարկե տրամաբանության բացակայություն է, բայց կա շատ ավելի տխուր մի բան։ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտեն, թե 90-ական թվականներին ինչպես եղավ, որ բարեհաջող իրավիճակ ստեղծվեց եւ մենք կարողացանք ազատագրել 7 շրջաններ։ Շատ լավ գիտեն, դա ինչպես էր։ Հիմա պատկերացրեք, իրենք Բագրատ Գալստյանյանին մղում են այդ քաոսին։ Այդ քաոսի ժամանակ մեր թշնամին ու ողերին բարեկամը ինչ էին անելու։ Նստելու են, նայելու են, թե մենք այստեղ ինչ խնդիր ենք լուծում։ Այդ դեպքում 90-ականներին ինչի մենք չնայեցինք, ինչի օգտվեցինք դրանից եւ ինչպես օգտվեցինք դրանից։ Այսօր երբ որ Ադրբեջանը ինքը սահմանին կրակում է, ասում է ես չեմ կրակել, հայերն է սկսել։ Նման իրավիճակում երբ երկրի ներսում անիշխանություն ու քաոս է, միանշանակ դրանից օգտվելու է։ Ո՞վ է սրանում կասկածում։ Ինչ է իրենք չգիտեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտի այդ մասին։ Թե Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը չեն մտածում, որ նման դեպքում միանշանակ սահմաններին խժդժություն է սկսելու, Աստված մի արած է, ամբողջ մի շրջան կարող են կորցնել։ Ու Ադրբեջանը այդ արդարացնելու է, ասելու այդ երկիրը անկառավարելի է։ Իրենք են սկսել, իրենք են կրակել, իրենք Երևանում անգամ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել։ Ինչպես կարող էին Սյունիքում կամ Մեղրիում կարգ ու կանոն հաստատել։ Այս էր։ Ու սա կանխվել է, ու նորից եմ ասում, հարգանք ու պատիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ ազգային անվտանգության աշխատակիցներին։ Խորին շնորհակալություններս իրենց։ Ամեն դեպքում կարելի է ընդդիմադիր շրջանակներում մեղմ ասած թերահավատություն տեսնել այս
հայտարարությունների մասին նկատի ունեմ եւ իրավապահների կողմից այս տեղեկությունների, օրինակ ասում են այդ զենքերը, որ ցուցադրվում են, դրանք տեսեք լիցենզիաներ ունեն, հետեւաբար դրանք ապօրինի զինատեսակներ չէին։ Պարոն Սարգսյան, իսկ Ռուսաստանի դերակատարությունը այստեղ գոյություն ունի, թե ոչ։ Ինչու եմ հարցնում, որովհետև Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչ հենց այդպիսի ակնարկներ են անում, որ սա նաև Ռուսաստանի, այսպես ասենք, մատը խառն է, հատկապես որ Կիրիենկոյի նշանակում է տեղի ունեցել Կրեմլում որպես Հայաստանի այսպես կոչված գործերի համակարգող, իսկ Կիրիենկոն նախկինում Մոլդովայի եւ այլ երկրների ներքին հարցերին խառնվելու քայլեր է արել կամ Կրեմլի աշխատանքներն է համակարգել այդ ուղղությամբ, ինչպես նաև այդ հրապարակված թղթերում նկատի ունեմ այս վերջին, այսպես ասենք, իրավապահների բացահայտումների նրանց անվանած ահաբեկչության պլաններում Ռուսաստանի անունն էլ նաև շրջանառվում էր, սա զուգադիպեց նաև Սամվել Կարապետյանի կալանավորման հետ, թե ուղղակի դավադրության տեսություն կլինի ասել, որ Ռուսաստանը կապ ունի այս ամեն ինչի հետ, այո, պարոն Կարապետյանը այնտեղ ունի բիզնեսներ եւ այլն, բայց դա ինչ փաստ է, որ ենթադրենք նա ուղղորդված էր Կրեմլից կամ այս ըստ իրավապահների ահաբեկչության նախապատրաստման փորձը որևէ կապ ուներ Ռուսաստանի հետ։ Նախ զենքզինամթերքի մասով ասեմ, այն որ իրավապահները հայտնաբերել են այդ մարդկանց տներում, իրենք դա ցուցադրել են եւ լիցենզիաներն դրել են կողքը։ Եվ սա ասում է, որ իրավապահները որևէ հետին միտք չունեն։ Կարող է ինչ է լիցենզիաները չդնեին կողքը։ Ռոբերտ Քոչյանի ժամանակ էլ որոշ մարդկանց տներից երկրապահներից զենք անում էին, որոնք օրինական զենք էին, լիցենզիաները չէին դնում կողքը։ Սա նաև է իշխանության եւ այն իշխանության տարբերությունն է։ Երկրորդ այդ ծրագրում, որը պիտի իրականացներ Բագրատ Գալստանյանը, այդ ծրագրում զենք զինամթերքի կիրառման տարբերակները բավականին քիչ էին։ Այդտեղ պիտի օգտագործվեին հրավառ նյութեր, չափնող նյութեր, պայթյուններ եւ այլը, տարբեր տեսակ հրկիզումներ, էլեկտրականության անջատում եւ այլը եւ այլը։ Այսինքն մեխանիզմները այդ համատեքստում են։ Ես էլ եմ ընդդիմություն եղել եւ ընդդիմության ժամանակ որևէ մեկը օրերով միտինգներ են կարել, զենք զինամթերքի մասին չենք մտածել, մենք մտածել ենք հակադրության լավագույն դեպքում մահակներ ունենալու եւ ոչ ավելինի մասին, այսինքն խնդիրը այդ համատեքստում է։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ կապին, տեսեք, նախ այն ինչ որ դուք թվարկեցիք, դրանով արդեն հիմնավորեցիք հենց Կիրեոնկայի ներկայությունը, Աբխազիա, Օսեթիայի հետ կապված եւ այլը եւ այլը։ Սրանք լուրջ հիմքեր են, այո, այդպես է։ Բայց կարող եմ ավելացնել հետեւյալ բանը։ Օրինակ, երեք Ռուսաստանի նախագահի խոսնակը ասաց, որ Հայաստանում տեղի ունեցածը Ռուսաստանի հետ կապ չունի, դա իրանց ներքին գործն է։ Բայց երեք Եդինա Ռոսիայի մի լրագրողուհի, մի պատգամավոր Ռուսաստանի Եդինա Ռոսիայի խմբից մի պատգամավորուհի հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները հայ-ռուսական բարեկամությանը դեմ են։ Սրանից լավ ապացույց։ Այդ մարդիկ ասում են, այդ Գալստանյանները մեր մարդիկ են, դուք ինչ եք իրանց կալանավորում։ Այդ մեր բարեկամությանը դեմ են։ Այսինքն Ռուսաստանի նախագահի խոսնակը փորձեց ձեռքերը լվանալու, ասել մենք դրանց հետ կապ չունենք։ Մի խոսքով իր բնավորության համաձայն փուրը տվեց Գալստանյաններին ու նրանց թիմին, քանի որ էշություն են արել, չեն կարողացել օպերացիան մինչև վերջ հասցնել։ Փուրը տվեց այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանություններին է փուրը տվել, բայց պատգամավորը չկարողացավ թաքցնել իր իմացած տեղեկությունը եւ ասաց, որ դա հայ-ռուսական բարեկամությանը դեմ է։ Եվ այդ ամեն ինչը տպվեց մամուլում։ Բնականաբար 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն է ուզում եւ չի խորշում այդ առումով որևէ քայլից։ Ես նույնիսկ ասեմ ՊՊՑ գնդի գրավումից սկսած Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն է ուզում։ Որոշ դեպքերում այդ իշխանափոխությունները հաջողացրել է, բայց այդ իշխանափոխությունները իրեն որևէ արդյունք չեն տվել։
Ու հիմա դրանից ավելի կատաղած փորձում է իշխանափոխության հասնել, ինչ է փորձում իշխանափոխության հասնել, որտեղ ուզում է այս տարածաշրջանում իր ազդեցությունը պահել, փորձում է այդ տարածաշրջանով անցող կոմունիկացիաների վրա ազդեցություն ունենալ։ Իսկ այդ ազդեցություն ունենալու համար ընդամենը մի տարբերակ կա, որտեղ Ադրբեջանը հրաժարվում է այլևս ներխուժում անել, մնում է Հայաստանում իշխանություն փոխվի, որը գա ասի, որ այ նոյեմբերի 9-ին երրորդ կետը ամենահարմարն է ու այդ կետով մենք տալիս ենք ռուսներին, թող գան ու գնում։ Այդ դեպքում ոչ Արևմուտքը, ոչ Եվրոպան, ոչ Ֆրանսիան չի կարող ասել Հայաստան ինչ ես անում։ Հետևաբար Ռուսաստանը լծվել է ամուր այդ գործին։ Որ ռուսները Ռումինիայում փորձում էին այդ նույնն անել, որ ռուսները փորձում էին Մոլդովայում այդ անել, որ Վրաստանում հաջողեցին, այս գաղտնիք է։ Այս բացարձակ գաղտնիք չէ, ապացուցված փաստ է։ Եվ որ ունենալով այս կարգի 5-րդ շարասյուն, դրան էլ գումարած հոգևորականներ այնպիսին, ինչպիսին Բագրատներն են, փորձելու է անել, սրանում կասկած չկա։ Եվ մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի, մեր ժողովուրդը պիտի իմանա, որ նման քայլի գնալու դեպքում ինքը Հայաստանի Հանրապետության սահմանները դնում է վտանգի տակ, որը Ռուսաստանն ու Ադրբեջանը դրանից միանշանակ օգտվելու են։ Հետևաբար արտահերթ փողոցային գործընթացներով որևէ գործողություն միանշանակ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը դեմ է։ Դա շատ ռիսկային է, դա հղի է նոր պատերազմով։ Ադրբեջանն ու Ռուսաստանը դրանից օգտվելու են, իրենք դա էլ ուզում են նման բան օրինել։ Այս չհասկանալը, այս չընկալելը անթույլատրելի կդառնա, այս մեր պետության վերջը կդառնա։ Ուսա առաջին հերթին պիտի հասկանան այն մարդիկ, ովքեր պետության ղեկավարներ են եղել, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներ են եղել, իրենց ամբիցիաները դնեն մի կողմ, հասկանան, որ պետականություն են կորցնում։ Այստեղ է հիմնական խնդիրը։ Եկեղեցին այդ չի հասկանում։ Այս ինչ հակադրություն է։ Գլոբալ երկարևոր խնդիրը թողած, այս ինչ հակադրության մեջ ենք ընկել։ Այս հակադրությունը կարող է կործանարար դառնալ մեր համար, քանի ինձ չէ ետ կանգնել է պետք։ Իդեպ առաջին նախագահ կաթողիկոսին էր նախորդին հանդիպել եւ Փաշինյանը պարտության մարմնավորում է, նախ հայտարարակ կերպով պարտվել է Արցախյան պատերազմում, կպարտվի նաև հայ առաքելական եկեղեցուն հայտարարել է Տեր Պետրոսյանը, ինչպես նաև Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից իրականացված հաշվեհարդարից է խոսել ըստ պաշտոնական տեղեկատվության այդ հանդիպման մասին, նա սովորական քաղաքական հայտարարություն է արել, որպես Հայաստանի քաղաքացի ունի անելու այդ իրավունքը, այստեղ նշված չէ, արդյոք նաև երկքաղաքացի կարող է անել այդ հայտարարությունը, նաև Ռուսաստանի քաղաքացի է պարոն Կարապետյանը։ Փաշինյանը արձագանքել է Տեր-Պետրոսյանին ըստ էության, նրան մեղադրելով ՊԱԿ-ի հետ համագործակցության մեջ, Հայաստանը մարիոնետ պետություն վերածելու մեջ Հայաստանի անկախության առաջին տարիներից ի վեր, պարոն Սարգսյան, ինչպես նաև ըստ էության իշխանության երկու խարիզմատիկ լիդերների Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին ստվերում լինելով նա բաժանիր որ տիրես բանաձևով փորձել է ըստ Նիկոլ Փաշինյանի նրանց մեջ այսպես հակադրություններ ստեղծել եւ չեզոքացնել նրանց որպես հնարավոր ժառանգորդներ եւ Փաշինյանը ասում է, որ ներմուծել է քաղաքական կյանք մարիոնետային գծի հետևորդներ Քոչարյանին, Սարգսյանին, ինչպես նաեւ իհարկե Տեր-Պետրոսյանի այսպես մարդկային հատկանիշներից է խոսել ըստ իր տեսակետի, ինչպես է գնահատում պարոն Սարգսյան առաջին նախագահի այսպես դերը, նա կարճ հաղորդագրություններով է հանդես գալիս, Փաշինյանն էլ սուր քննադատության է ենթարկում։ Գիտեք, եթե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վեհապան Հայրապետի հետ հանդիպելուց հետո նրան ասում է, որ եկեղեցին կհաղթի Հայաստանի պետականությանը ու ինքը գոհ է դրանից ու դա համարում է որպես լավ լուծում, ես այդպես չեմ կարծում։ Ես չեմ համարում, որ եկեղեցու հաղթանակը պետականությանը, պետականության կռիվը եկեղեցու հետ կարող է որևէ կողմին հաղթանակ բերել։ Ես բացարձակ այդպես չեմ համարում։ Ես համարում եմ, որ դա մեր դժբախտությունն է։
Մնացած առումներով չի ուզենա մեկնաբանություններ ասել, մի անգամ էլ եմ ձեզ մոտ ասել, ես այն մարդկանց հետ, ում հետ ճանապարհ եմ անցել, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մանուկյան, այս մարդկանց մասով անհատական տեսակետներ չեմ ասում։ Իմ իրավունքն է, խնդրում եմ ներեք։ Հա, իհարկե, պարոն Սարգսյան, իսկ ընդհանրապես ձեր կարծիքով, եթե այս process-ը Ռուսաստանից ոգեշնչված process է, ինչպես դուք եք ակնարկում, նշելով, որ փաստորեն падգամավորուհին Եդինայա Ռասիայի ներկայացուցիչը ասում է, սա այս ձերբակալությունները հայ-ռուսական բարեկամության դեմ են եւ այլն, փորձեր լինելու են ընդհանրապես 2026-ի ընտրություններին ընդառաջ, այսպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակին որևէ կերպ անդրադառնալ եւ միջամտել, ինչ եք մտածում, պարոն Սարգսյան։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանք ու եռանդ չի խնայելու 2026 թվականի ընտրություններին իշխանափոխության հասնելու համար։ Իրենք իհարկե ամեն ինչ անելու են, որ կարողանան դրան հասնել մինչև 2026, իսկ եթե չհասնեն, իսկ եթե հասնեն 2026-ին, ապա հասնեն այնքան մաշեցված, որ Հայաստանի իշխանությունը հաղթելու շանս չունեն։ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգների ընտրություններին։ Մինչև վերջերս Բայդեն-Թրամփ դատավարության խնդիրներ էին գնում, միջամտել է Ռուսաստանը, թե ոչ, իր խակերներով եւ այլնով։ Ռուսաստանը միջամտեց Ռումինիայում, Ռուսաստանը միջամտեց Մոլդովայում, Ռուսաստանը միջամտեց Վրաստանում։ Դեմոկրատիայի բաստիոն Ֆրանսիայում բանը հասավ նրան, որ Ֆրանսիայի նախագահը արգելեց Մարի Լպենին ընտրություններին մասնակցելու։ Ժողովրդավարությունը ամենաթողություն չի։ Ֆրանսիան դա է ապացուցում։ Եվ ես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպան ժամանակ նույն բանն ասել եմ։ Ասել եմ, նայեք իրենք ինչպես են արգելել Լպենին, գտեք տարբերակ այդ դեստրուկտիվ, այն նման գործընթացներ մոգունող անհատներին ու քաղաքական կուսակցություններին արգելեք ընտրություններին մասնակցելուց։ Երբ որ քաղաքական կուսակցության մի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան անունով սրբության սրբոց է համարում տերոր ու ասում է դա տեղի է ունենալու ու սրբելու է տանելու է Փաթվաչորի հետ ու դա սրբության սրբոց է լինելու ու այդ մարդը դրսում է, այս երկրում տերոր միշտ լինելու է։ Իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ ճիշտ քայլեր է արել, բայց մեկը ամենաճիշտերից է, դա դաշնակցության փակելն էր։ Անկախ նրանից, որ դա համայնքական կառույց է, Սփյուռքում լուրջ կառույցներ ունի, Հայաստանի ներսում նրանք դեստրուկտիվ գործունեություն են ծավալել։ Եվ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Բագրատ Գալստանյանի հիմնական հենարանը այդ համատեքստում է։ Եվ նորից եմ կրկնում, քանի այդ մարդիկ դրսում են, պատահական է, որ Նայիրի Հունանյանները առաջինը դրանց էին զանգում։ Բացարձակ պատահական չէր։ Ով էր Նայիրի Հունանյանը, Դաշնակցության նախկին անդամ, սառեցված անդամ։ Այդ կուսակցությունը ինչ-որ սառեցվածների թուլություն ունի։ Իր վրայից գցում է տարբեր սառեցվածություններով փորձում է խնդիրներ լուծել, իրենք էլ անկյունում թաքնվեն։ Այդ կուսակցության Վահան Հովհաննեսյանը չէր, որ 31-ի դրոյի գործով ասում էր հանրային պահանջ է Վազգեն Սարգսյանին սպանելը եղել ու ցավոք սրտի չենք հաջողել։ Դատավարության ընթացքում է ասել։ Այս կուսակցության գործունեությունը Հայաստանում հիմնականում միտված է եղել տերորին։ Եվ իրենք Ռոբերտ Քոչարյանի կողմից ազատվել են քաղաքական, նույնիսկ գործը կարճված չի, քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում, այս վերնագրով։ Ու մենք ինչ զարմանում ենք։ Մենք զարմանում ենք այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում։ Մենք զարմանում ենք, որ Ռուսաստանը կարողանում է միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Մենք մտածում ենք, որ 2026-ին չի միջամտելու, թողելու է, որ այստեղ արդար ընտրություններ լինեն։ Ու այն ազատական ուժերը, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են արևմուտքի հետ, տեսնում են եվրոպական արժեքներով, տեսնում են այդ ընտանիքում, այդ ուժերը կարողանան ազգային ժողովում մեծամասնություն ունենալ, այդ իրենց համար Կովկասից դուրս գալ է նշանակում։ Ու իրենք գնալու են ամեն ինչի, փորձելու են ամեն ինչ անել,
բայց իրենք միևնույնը չեն հաջողելու։ Այնպես ինչպես մեր կուսակցության Վազգենն է ասում, որովհետև իրենք ցախողակ գուբերնիստներ են, իսկ մենք հաջողակ անկախականներ, որովհետև այս սերունդը անկախության օդը շնչել է, անկախության օդը տեսել է, ազատության հաճույքը զգացել է ու թույլ չի տալու, որ դրանք հետ վերադառնան։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Factor TV հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ, Ռոբերտ ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում էինք Արամ Սարգսյանի հետ։